Մենք պատանդի կարի չենք ունեցել։ Եվ նրանց հետ մենք վերաբերվել ենք ինչպես հարազատ եղբայրների։ Նույնիսկ պարոն Օսիպյանը ապշած էր։ Եվ իմ կարծիքով ինքը ստեղից երկար տարիներ կփորձի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը։ Մեր անվտանգության երաշխիք է սպանիգոլի։ Մեր անվտանգության երաշխիքը այս չքնաղ թռչունն է։ Իմ արտիվն ու իմ բազն։ Մենք չենք եկել սա պատանդներով ինչ-որ պատասխանվելով։ Մենք եկել ենք նպատակը իկատար ացելու։ Եթե նրանք միած սխալ քայլ կանեն, ես ձեզ վստահեցնում եմ, երկրորդ բաժիշ գործողություն է կրում։ Մենք առաջին չենք ուզում։ Մենք ինչի համար այս քայլն արեցինք այս գնդում, բոլորին տասն, որտեղ այս գունդը դառել է իմ ժողովրդի գլխին որպես չարիք։ Դուք տեսնում եք, թե ինչպես են նրանք վերաբերվում ժողովրդի հետ։ Թե ինչպես են քացի տալիս, թե ինչպես են բռնանում, թե ինչպես են անարգում, հենց երբեմն նաև ձեզ լրագրողների։ Թե ինչպիսի շվայտ ու ցոփ կյանքով են ապրել սրանք, ստեղ մենք արդեն տեսնում ենք։ Այդ արդեն ես եմ ականատեսը։ Թե ինչ պայմաններ է ստեղծված նրանց համար։ Եթե հայ զինվորը գոնե սրա 1/10 մասով ապահովված լիներ, մենք այդպիսի խայտարակ տեսարան չէինք ունենում։ Այստեղ 80-ականների զենքեր չեն։ Ճիշտ է՞ մի հատ։ Ուտեք։ Շատ կարևոր բաներ են։ Այսինչ որ տեսնում եք, սիրահուժան այդ դրանք նվիրել են մեզ։ Այստեղից եք ո՞ր։ Այո։ Հետագա քայլերը մենք կմեռնենք, բայց առանց հաղթանակի ստեղից դուրս չեն գա։ Մենք ցանկանում ենք անարյուն լինի։ Իսկ այդ մեկ ամիս ժամանակը, որը մաքսիմում տրված է, այդ մեկ ամսվա ընթացքում հանգուցանությունը ինչպիսին եք տեսնում։ Անցումային փուլ։ Ժողովրդի այնտեղ ներկայությունը քանակը ուղիղ համեմատական է արդյունքի հետ։ Ես կխնդրեի, որ ժողովուրդը զգոն լիներ եւ դեպի թունելի լույսը, ես չեմ ասում, թե մենք լույսն ենք, բայց շողն ենք։ Դեպի այդ լույսը պետք է կողմնորոշվի։ Դուք էլ պիտի զրկանք կրեք, դուք էլ պիտի ներկա լինեք։ Քաղաքական ուժերը մեռած են, այնտեղ ոչ ոք ուղղորդող չկա։ Նիկոլ Փաշինյանը Վերջացնեմ, աղջիկս, ձայնս կտրված է, լեզուս բերանից մեջ կտրում եք, հասկանում եմ, լրագրող եք, մեռնեմ կյանքի։ Բոլոր կուսակցությունները դուք տեսաք, որ իրեն սպառել է։ Սա ժողովրդական ապստամբության ցասումի, ժողովուրդը պիտի լինի իշխանությունը։ Մեզանից ոչ մեկին։ Իշխանություն պետք չէ։ Այս ինձ ազատությունն է պետք։ Ինձ պետք է իմ սեփական ժողովրդի այս թշվառ վիճակից դուրս անելը։ Եվ ես որպես նրա զինվոր չէի կարող հանդուրժել։ Արդեն վերջն է։ Դրա համար մի անգամ էլ անդրադարձեք խնդրում եմ ոստիկանության սպայի պլանությանը։ Գիտեք, հասարակությունը դրա կարիքը ունի, որպեսզի դուք մանրամասն բացատրեք ինչպես է եղել, որպեսզի սխալ ընկալում չլինի։ Նախ բոլորս էլ գիտենք, որ ցանկացած մենք մեր փորձը ինչքան էլ հարուստ լիներ, միևնույն է, մինիմալ եւ մաքսիմալ զոհեր պիտի լինեին։ Իհարկե մենք արել ենք ամեն բան, նույնիսկ այս զոհին մենք 10 անգամ խնդրել ենք մի կրակիր, կանգնիր, բայց ինքը միջև վերջին փամփուշտը կրակեց, մեզ էլ վիրավոր պատճառեց, մեր տղաներից մեկը վիրավորվեց։ Դե փոխհրաձգության արդյունքում մթության մեջ բնականաբար պիտի լիներ, որից հետո ոստիկանությունը երկրորդ սխալը կատարեց, բետերը մտցրեց դաշտ, կրակահերթ բացեց, որի արդյունքում մենք վիրավոր տվեցինք եւ կանգնած են ոստիկանության բարձրացիան սպանել քիչերում նաեւ նրանցից զոհ լիներ, երբ կամ վիրավոր։ Մենք ինքներս ենք շատ ցավում եւ պատվով, մենք էլ պատվո համազարկ տվեցինք, քանի որ նա սպա էր եւ իմ տեղեկություններով կարգին սպա, ցավում ենք եւ ընտանիքին ենք ցավում եւ որ բնականաբար այլ չար չկար, որտեղ սա ծառայում էր այս գունգը ծառայում էր որպես բութ գործի այս չարիքի իշխանությանը։ Խնդրում եմ ծնողներին, ոստիկանների եւ ծնողներին նույնպես։ Նրանք իմ երեխաներն են, նրանք կապում են իմ ձեռքերն ու ոտքերը։ Եթե նրանք չլինեն, այսինքն ձեռքը չի գնում նրանց վրա։ Ես չեմ կարող նրանց վրա գնդակ արձակել։ Եթե նրանք չլինեն, ես կես ժամվա մեջ հաղթանակը կդնեմ սկյուտերի վրա, հարցով։ Ես մենակ ինքս։
այստեղ մնալով ուզում եմ հասկանամ, այստեղ մնալով դեր պատակներին ոնց եք հասնել, ոնց եք պատկերացնում։ Ամեն գնով մենք կարող ենք երկրորդ փոփոխություն անել։ Երրորդը կանենք։ Այսինքն այդ տարածքներ գրավեք։ Գրավել չէ։ Սա Ազատագրել։ Դուք ասում եք դուք Հայաստանի մեջ մի փոքրիկ Հայաստան եք ստեղծել։ Ոչ, մենք ստեղծել ենք նոր Հայաստան։ Սա ծնումն է։ Անկուտան իրեն լավ է դուք այստեղ։ Գերազան, Էլ ինչ էր ասել։ Շացի փոքր Հայաստան։ ողջունում եք ձեզ։ Պարոն Մանուկյան, Փաշինյանի չանդրադարձակ ինչպես եք վերաբերվում, որ հիմա Փաշինյանին այնտեղ խորենացի փողոցում մարդկանց ինքն է ուղղորդում։ Այս շարժումը ժողովրդի շարժումն է։ 25 տարի խաբել են սեփական ժողովրդից։ Մենք թույլ չենք տալու խաբեն ժողովրդին։ Պարոն Մանուկյան, քիչ առաջ ասացիք, որ ծնողները տեսնելու հնարավորություն են ունեցել, հա, Այո, եկել են, հա, ովքեր ծնողները։ այն ծնողները, որ իբր թե նրանց զավակները մենք բռնի ենք բերել։ Նրանք արյուծին վանդակի մեջ չեն տալու մարդիկից։ Ծնողները տեսան եւ ճանապարհեցին եւ հպարտ։ Ծնողներից մեկը նույնիսկ շերել ուզում գնալ։ Скажите, действительно вы захватили оружейный арсенал? Много там оружия? Хватит нам для победы. Хватит? Պարոն Մանուկյան, ըստ էության ստեղծել եք կարծես թե անդրդվելի է նա անգամ Ժամանակը ցույց կտա, մենք ենք անդրդվելի, թե Սերժ Սարգսյանը։ Պարոն Մանուկյան, երբ որ քաղաքացիների այդ քրիտիկական զանգվածը փողոցում հավաքվի եւ դուք շարունակելու եք այլ գործողություններ, ինչպես եք պատկերացնում այդ գործողությունները, որպեսզի հնարավորինս քիչ, հա, զոհեր, այրուն, բախում լինի։ Մենք անելու ենք ամեն բան։ Հակագծերը չեք բացում, մոտավորապես ինչպես եք պատկերացնում։ Ժողովուրդը 2008-ի օրինակ Աղջիկս, մենք չգիտենք, մեր հակառակորդը ամեն ինչի ընդունակ է։ Ես ինչպես կարող եմ հակագծեր չունեմ։ Հակագծեր իրենք ունեն։ Այսինքն, բայց դուք պատկերացումներ ունեք, թե ուղղակի այս քայլին գնալով թողել եք մնացածը ժողովրդի ինքնակազմակերպմանը։ Ժողովուրդը բնականաբար պետք է ինքնակազմակերպի, հաղթանակը իրենն է, որպեսզի ինչ-որ անհատներ չսեփականաշնորեն, ինչ-որ կուսակցություններ չսեփականաշնորեն։ Ամեն ոք պետք է հաղթանակին տեր տար, մասնակիցը պիտի լինի։ Ինչպես ծնողը հարազատ զավակի ծնունդին։ Եթե քաղաքացիները փողոց դուրս գան, դուք երաշխավորում եք հաղթանակը Սարգսյանի հրաժարականը։ Այո։ Պարոն Մանուկյան, բայց կան տեսակետներ, որ կարծես փակուղային վիճակ է հիմա ձեզ համար, դուք ոնց կմեկնաբանեք սա։ Չկա այդպիսի փակուղի։ Պարոն Մանուկյան, ենթադրենք դուք իշխանությանն եք եւ որևէ մեկը գրովում է այնպես ինչպես հիմա դուք եք անում։ Դուք դա ինչպես կգնահատեք։ Եթե ես լինեմ այնպիսի սրիկա, որի մահը այ ժողովուրդն է պահանջում, ես ինքս խոտե ջովի պարանով ինքս ընձի կկախեմ։ Դուք տեղյակ եք, երբևիցե սահմանամերձ գոտիներով անցել եք, քանի տասնյակ գյուղեր։ Բայց ամեն դեպքով դեմքերով գիտենք ովքեր են մասնակցում ցույցերին։ Իսկ դուք գիտեք, թե ինչքան են ձերբակալվել վերջին օրերին, ինչքան ակտիվիստներ են ձերբակալվել։ Դա մի զանգված է, որ միշտ տարբեր ցույցերին մասնակցում է, բայց դա ժողովուրդ չէ, պարոն Մանուկյան։ Ինչ, դուք կրկնում եմ իմ հարցից պատասխանեք։ Ես եմ ձեզ հարց տվել, որտեղ ես եմ դրագրողը։ Ես ասում եմ, իսկ դուք տեղյակ եք ինչքան են ձերբակալվել ակտիվիստների եւ ժողովրդական ամենանվիրյալների։ Ժողովրդի քանակով չեն նայում, որակով են նայում։ Դեր ասած ամբողջն է։ Պարոն Մանուկյան, իսկ ոնց եք տեսնում ու մեկ տեսնում որպես իշխանություն, ինչ առաջարկներ ունեք հասարակությանը։ Ժողովուրդը։ Մենք մաքուր անհատներ շատ ունենք, հատկապես երիտասարդությունը։ Բավական եղավ էս քավտարած կուսակցապետերի այլասերված խաղերը։ Պարոն Մանուկյան, դրսում դուք կոնկրետ անուններ կարող եք տալ, որոնց վստահում եք, որպեսզի այս շարժումը համակարգի են, ովքեր որ ձեզ համար վստահելի մարդիկ են։ Կան, բայց մի մասը ձերբակալված են, մի մասը հալածանքի մեջ են։ Վերջը նրանք էլ գիտեն, մեր տեսակետը կիսող եւ հարող անձանց եւ բանտերում հիմա լցրել են։ Յենիկ Գոմշյանը կարող է։ Բացառված չեն նաեւ Յենիկ Գոմշյանը։ Սրանց չեն պատկերացնում։ Չէ, որ ինքը ուղղորդի է։ Այո, Յենիկ Գոմշյանն կարող է։ Իսկ Գարեգին Ջուկասյանն ինքը չէ երևում։ Երեք ինքը խոս է կարծում։ Պարոն Մանուկյան, Գարեգին Ջուկասյանից տեղեկություն ունեք։ Ես Իրանստանից եմ գալիս հիմա։ Պարոն Մանուկյան, դատում եմ, ասում եմ կապ կա, ինքը ձեզ ուղղորդում է դրսում օգնում է ձեզ։ Կապ չունեմ, տեղեկություն չունեմ, որովհետեւ սա առաջին անգամ է, որ ես դուրս եմ գալիս։ Պարոն Մանուկյան, հողերը հանրել է, պարոն Մանուկյան։
Պարոն Մանուկյան, կասեք Վիտալի Բալասանյանի հետ հանդիպման ընթացքում ինչ որոշումներ կամ միգուցե ձեր պահանջներից որպես միջնորդ, ինչ է Սեֆիլյանին ազատ արձակի կապված Բոլոր ձեր տեղաշարժը առայժմ չկա։ Կան դրական դինամիկաներ։ Բայց որպեսի այդ հարցին ես չմեկնաբանեմ, թողեք գործի հունով գնալ, տեսնենք որտեղ փակուղի կմտնի, այն ժամանակ մենք Պարոն Մանուկյան, հողեր հանձնելու գործը մասին խոսակցությունները ինչպես ազդեց ձեր որոշման վրա գնալու այս քայլին, սա արդյոք արագացնող հանգամանք էր, թե այնուամենայնիվ դուք գնալու եք այս քայլին։ Ուրեմն մի քանի տասնյակ բաներ վերեցին այս քայլին։ Նախ արդեն հասել էին այն աշխանին լկտիացել, որ ժողովրդի կանխել հաշվի չէին առնում եւ ցանկացած գործարքի գնալու էին։ Դուք տեղյակ եք, որ մենք հայտարարել ենք, որ գնալու ենք ազատագրելու, չէ՞։ Շուշի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման վարչությունը այդ հայտարարությամբ հանդես է եկել, հեռախոսազանգ անձամբ պաշտպանության նախարարի հետ ես եմ խոսել։ Արգելեցին, բայց մենք կամավորների ման ստեղծեցինք, մոտ շուրջ 1000-ի չափ մարդիկ ընդգրկվեցին, կամավորներ, մենք ասում ենք, որ պետք է զենք, զինամթերքեր, ծանոթանան, պետք է ուտել էին արգելում, հնարավորություն չեն ստեղծում։ Մենք պետք է մի փոքր նախաբարժանքներ անենք, այս մարդիկ հասկանան զենքը ինչ է, հետո չասենք 80-ական թվականների զենքերը, տա խոտի ավտո չի, որ դու բարձես քշես ճակատ։ Եվ հիմա մի փոքրիկ զորավարժություն նրա կազմի կարծեմ արեց, եւ եթե չեմ բանանում դժգոհ չեք դու։ Պարոն Մանուկյան, այնուամենայնիվ կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, ամեն անգամ ասում եք սահմանից ավելի շատ կայացնենք, բայց կոնկրետ ինչ զենքերի մասին է խոսքը, ինչ քանակի մասին է խոսքը։ Ես զենքերի քանակի մասին չեմ ասել, ես որակի մասին եմ ասել, լավ չի թե։ Քանակի մասին։ Նրանց հագուստը, հագու կապը։ Ես մաթեմատիկայից լավ չի։ Չի կարողանում մաշել, ոչ փող եմ կարող մաշել, ոչ ակնա։ Պարոն Մանուկյան, հետ գալով ձեր հայտարարությանը, որ դուք նոր գործողություններ կդիմեք, կարող եք ասել, որ դուք այլ տարածքներում նոր փոքրիկ Հայաստաններ կստեղծեք, որտեղ ասեք, որ դուք Մեզ մի հատ ապրել։ արդեն ստեղծել եք։ Իսկ այդ մեկ հատը Չէ, համարում եմ նոր տարածքներ վերցնել, դուք ասեք, որ այս տարածքով դուք փոքրիկ Հայաստան եք ստեղծել։ Հնարավոր։ Ամեն բան։ Ունեք այդ ներուժը մարդկային եւ ռազմական։ Այո։